Քանի որ շատերը ձեռնարկեցին խոսել կարկուտի եւ մյուս բնական աղետների մասին, ես էլ որոշեցի բացահայտել ձեզ քրիստոնեական աշխարհայացքը այս ամենի նկատմամբ։ Ուրեմն քրիստոնեությունը չի նայում բնությանը որպես Աստծուց անկախ, ինքնավար եւ փակ համակարգի։ Այո, կարկուտը, անձրևը, փոթորիկը, երկրաշարժը եւ մյուս բնական երևույթներ ունեն իրենց ֆիզիկական պատճառները։ Նրանք ենթարկվում են բնության օրենքներին։ Ու այդ օրենքները նույնպես Աստծո ստեղծած կարգի մի մասն են։ Սակայն քրիստոնյան չի կարող ասել, թե Աստված բնության հետ որևէ կապ չունի կամ թե բնական իրադարձությունները երբեք հոգևոր իմաստ չեն կարող ունենալ։ Սուրբ Գիրքը ուրեմն բազմիցս ցույց է տալիս, որ Աստված կարող է բնության տարրերի միջոցով թե սթափեցնել, թե խրատել, թե նախազգուշացնել, դատել կամ մարդուն ապաշխարության կանչել։ Բայց ու այս բայցը երևի ամենակարևորն է։ Այստեղ կա մյուս վտանգը։ Ուրեմն ուշադիր լսեք, ժողովուրդ ջան, ուշադիր։ Մենք իրավունք չունենք ինքնավստահորեն հայտարարել, թե տվյալ կարկուտը, տվյալ աղետը կամ տվյալ պատուհասը անպայմանորեն ուղիղ պատիժ է հենց այս կամ այն մարկանց որոշակի մեղքերի համար։ Ուրեմն այսպիսի դատողությունը կարող է դառնալ ոչ թե հոգևոր խորաթափանցություն, այլ հանդգնություն, մարդկային հանդգնություն։ Ուրեմն Աստված ասում է, իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, իմ մտքերը ձեր մտքերը չեն։ Այսինքն Աստծո դատաստանները միշտ չէ, որ մեզ ամբողջությամբ հասկանալի են, եւ մարդը չպետք է շտապի իրեն Աստծո դատավորի տեղը դնել։ Ուրեմն Տերը հենց այսպիսի մտածելակերպն է ուղղում Ղուկասի ավետարանում, երբ նրան պատմեցին Պիղատոսի կողմից սպանված գալիլեացիների եւ Սիլովամի աշտարակի փլուզման մասին, Քրիստոսը չի ասում, թե այդ մարդիկ մյուսներից ավելի մեղավոր էին, չէ՞, ինչպես հիմա շատերը կասեն, թե կարկուտ եկա, ուրեմն մարդիկ մեղավոր են, հա, ընդ մյուս տեղը չեկավ, դերը մեղ չէին գործել, այդպես չէ։ Քրիստոսը ընդհակառակը ասաց, որ կարծում եք, թե այդ գալիլեացիներն ավելի մեղավոր էին, քան բոլոր գալիլեացիները։ Ոչ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք։ Ղուկասի 13-րդ գլուխը։ Այսինքն Տերը մերժում է զոհերին մեղադրելու այդ պարզունակ մոտեցումը։ Այսինքն բայց միաժամանակ աղետը դարձնում է բոլորի համար ապաշխարության կոչ։ Այսինքն դու չես կարող ասել, ահա, այդ մարդու հետ վատ բան եղավ, ուրեմն մի մեղք գործել էր։ Կամ չգիտեմ, բոլորս էլ մեղք են գործել։ Այդպես չի կարելի ասել։ Ուրեմն նույնը, այսինքն կարող է եւ այդպես է, բայց մենք հաստատ չգիտենք։ Նույնը տեսնում ենք նաեւ Հովհաննեսի ավետարանում։ Երբ աշակերտները տեսան իծանեկույր մարդու, նրանք հարցրին Քրիստոսին, ուրեմն Հովհաննեսի 9-րդ գլուխը. Ով մեղ գործեց, սա թե իր ծնողները, որ կույր է ծնվել։ Տերը պատասխանել, ոչ սա մեղ գործեց, ոչ էլ իր ծնողները։ Ու սա շատ կարևոր է։ Ոչ ամեն ցավ, ոչ ամեն հիվանդություն, ոչ ամեն աղետ, ուրեմն կարելի է մեխանիկորեն բացատրել անձնական մեղքով։ Հոբի գիրքը, վերցեք Հոբի գիրքը, նույնպես մեզ զգուշացնում է նույն սխալից։ Հոբի ընկերները կարծես կրոնական բացատրություններ էին տալիս նրա տառապանքին, թե տառապում է, ուրեմն մեղք է գործել եւ Աստված պատժում է նրան։ Բայց վերջում Աստված հենց այդ ընկերներին է հանդիմանում, որովհետեւ նրանք ճիշտ չէին խոսել Աստծո մասին։ Սա լուրջ զգուշացում է բոլորիս համար, որ մարդը կարող է շատ աստվածաբանական բառերով խոսել, բայց սխալ ներկայացնել Աստծո սիրտը։ Եթե ուրեմն կարեկցանքի փոխարեն շտապում է դատել։ Այստեղ նաև պետք է ընդգծել, որ բնական տարերքներն ու աղետները պարտադիր կերպով կապված չեն կոնկրետ մարդկանց կոնկրետ մեղքերի հետ։ Քրիստոնեական ուսմունքի համաձայն մահը, ցավը, հիվանդությունները, աղետները եւ բնության այդ խախտված վիճակը
աշխարհ մտան մեղքի եւ մարդու անկման հետևանքով, բայց սա դեռ չի նշանակում, թե յուրաքանչյուր առանձին աղետ պետք է բացատրել որպես ուղիղ պատասխան տվյալ մարդկանց անձնական մեղքերին։ Օրինակ, կարող է մի աղքատ գյուղում տարիներ շարունակ պարբերաբար կարկուտ գա ու ոչնչացնի մարդկանց բերքը։ Ուրեմն մինչդեռ աշխարհի մեկ այլ ծայրում մեծ քաղաքներ կարող են տասնամյակներով ապրել բացահայտ անբարոյականության, անարդարության եւ Աստծուց հեռացած կյանքի մեջ, բայց արտաքինից ոչ մի նման աղետ չտեսնեն։ Արդյոք սա նշանակում է, որ այդ գյուղի բնակիչները ավելի մեղավոր են, քան այդ քաղաքների մարդիկ։ Իհարկե ոչ։ Տերն ինքը հենց այդ Ղուկասի ավետարանում հենց այսպիսի պարզորակ դատողությունն է մերժում, ասելով, որ աղետի զոհերը մյուսներից ավելի մեղավոր չէին, բայց բոլորին կոչ անում ապաշխարության։ Ուստի քրիստոնյան չպետք է աղետի ժամանակ շտապի աղքատ գյուղացու մեջ հատուկ մեղավորություն փնտրել։ Շատ ավելի խոհեմ ու արդար կլինի, որ հասարակությունը նաև գործնական հարցեր բարձրացնի, արդյոք պատկան մարմինները ժամանակին եւ պատշաճ կերպով օգտագործել են հակակարկտային համակարգերը։ Արդյոք գյուղացիների բերքը պաշտպանելու համար արվել է անհրաժեշտը։ Արդյոք պետությունը եւ համայնքային կառույցները կատարել են իրենց պարտականությունը։ Այլ կերպ ասած, հոգևոր մեկնությունը չպետք է փոխարինի մարդկային պատասխանատվությանը։ Աղետը կարող է մեզ կանչել ապաշխարության, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է անտեսենք անփութությունը, կազմակերպչական բաց թողումները կամ գյուղացու հանդեպ սոցիալական անարդարությունը։ Եթե նախկինում օրինակ խորհրդային տարիներին որոշ վայրերում ժամանակին գործարկվում էին հակակարկտային միջոցներ, ապա այսօր էլ պետք է հասնել, ինչու նման պաշտպանական համակարգերը բավարար չափով չեն գործում կամ չեն օգտագործվում։